ով երբ եւ ինչպես որոշեց, որ Հայաստանը չպետք է լինի Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ինչ է կարծում, մեջքի ետևում եղած շենքի աշխատակիցները որևէ առնչություն ունեն այս որոշման հետ կապված, թե իրենք կարծում են, որ իրենք լուր կամակատարներ են, ուստի պատասխանատվություն չեն կրում հետևանքների համար, ոչ, բոլորն էլ պատասխանատվություն կրում են կատարվողի եւ կատարվելիքի համար։ Հիմա ասենք քննարկմանը Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին կապված նրա հետ, որ ճիշտ եւ ազնիվ կլինի հանրաքվե անցկացնել Հայաստանում այսպես կոչված եվրոպական ապագայի վերաբերյալ, ինչպես նաեւ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եվրոպական համակարգին ինտեգրվելու վերաբերյալ, եկեք այսպես ձևակերպենք, հնարավոր է քննարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, շատերը հնարավոր է չգիտեն, բայց այդ գագաթնաժողովը տեղի ունենալու մայիսի 28-29-ին եւ այնտեղ կարող են որոշումներ կայացվեն, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի եւ իրենց կյանքի որակի վրա։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, մենք ստանում ենք մոտավորապես տարեկան 8 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ, որոնցից ավելի քան 65%-ը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ եթե որոշումը այնպեսի լինի, որ դու դրամական փոխանցումներ չկարողանաս անես, ամբողջ զարգացած Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ կուբամետրի համար 400-ից մինչև $600 է, մեր պարագայում $177 է։ Իսկ եթե որոշում կայացվի Հայաստանի համար վերանայել այդ գինը, հիշեք, չէ՞, նաև Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովների ժամանակ պարբերաբար խոսում էր միասնական էներգետիկ շուկայի ձևավորման մասին ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Հիմա եթե որոշում կայացվի, որ Հայաստանը չի կարող օգտվել այդ գներից, սրա պատասխանատվությունը նաև քաղաքական առումով ով է կրելու։ Հայկական բիզնեսը իրականում նաև պետք է հասկանա հետևյալը, որ մայիսի վերջից իրենք կարող են զրկվել ռուսական շուկայից, կարող են զրկվել 180 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միության շուկայից։ Հիմա այս բոլոր իրադարձությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանը արձագանքում է Վլադիմիր Պուտինին եւ նշում է, որ Հայաստանը պետք է որոշի ու կորոշի, թե երբ գնալ հանրաքվեի կամ երբ չգնալ, ավելին ասում է անպատրաստից դուրս չեն գալու ԵԱՏՄ-ից, այսինքն ինչ է ուզում ասել, որ Ռուսաստանը պետք է շարունակի ֆինանսավորել Հայաստանի Հանրապետությունը, ֆինանսավորել ասվածը խոսքը վերաբերվում է հետևյալի մասին, արտոնյալ տնտեսական հնարավորություններ տալ հայաստանյան տնտեսվարող սուբյեկտներին իր տարածքում, Եվրասիական միության տարածքում ու այդ գումարներով Հայաստանը հարմարեցվի եվրոպական չափանիշներին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս համակարգը կարող է անվերջ աշխատել, բայց Ռուսաստանից հստակ արձանագրում են, որ այդ տարբերակով զարգացումներ տեղի չեն ունենալու։ Դրա համար է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում ինտելիգենտ, ապա հարզանի մասին, ձևակերպումը ոմաս կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց սա այն իրականությունն է, որը կա, այսինքն Ռուսաստանում հրաժարվում են ֆինանսավորել Հայաստանի միանալը Ռուսաստանի համար թշնամական կառույցին, թշնամական ինտեգրացիոն միավորմանը, խոսքը եվրոպական միության մասն է, մենք քանիցս սրա մասին խոսել ենք, բայց այս ամեն ինչի վերջն արդյունքում շահողը, շահառուն առաջին հերթին լինելու է թուրքական աշխարհը, լինելու է Ադրբեջանը, լինելու է Թուրքիան։ Ինչ եք կարծում, Ադրբեջանում այս ամենը չեն հասկանում, չեն տեսնում։ Ես միգուցե շատ լավ էլ հասկանում են այդ իսկ պատճառով հայկական Նախիջևանում իրենք հունիսի 16-ին, 18-ին անցկացնելու են վերադարձ արևմտյան Ադրբեջան խորագրով փառատոն։ Ինչ եք մտածում, այս իրադարձությունները իրար հետ կապ ունեն, թե ոչ, եւ ով է օգտվում ամենաշատը Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությունից։